Հունվարի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4867 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 165 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 208 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 102, չամրակապված վարելու 577, առանց մանկական նստատեղի քարսիտի 23, վարելու ընթացքում ծխելու 496, բարելի սեռախոսից օգտվելու 357, հետիոտնի վրա սահմանված վայրով անցնելու 322 եւ 1766 այլ իրավախախտում, 129 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 241-ը տեխնիկական զննություն չանցած, 53-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 11 բեռնատար, 73-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 197-ը առանց ձմեռային անվադողերի, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժինները տարվել 65 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11386 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 212 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 203 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 355, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 17 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 113, չամրակապված վարելու 2887, առանց մանկական նստատեղի քարսիտի 123, վարելու ընթացքում ծխելու 351, բարելի սեռախոսից օգտվելու 466, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 21, արագության գերազանցման 1270 եւ 3400 այլ իրավախախտում, 330 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 822-ը տեխնիկական զննություն չանցած, 715-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 19 բեռնատար, 146-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 550-ը առանց ձմեռային անվադողերի, 7 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։